Վերջին օրերին սահմանամերձ պարավաքարի բնակիչներն այլևս ստիպված չեն նկուղներում գիշերել, բայց կյանքի բնականոն ռիթմին էլ չեն վերադարձել։ Կրակոցներ ամեն օր շարունակում են հնչել։ Գյուղի մոտ 20 հեկտար այգիների խաղողն էլ հավաքել չեն կարողանում, ասում են պարավաքարցիները։ Կրակում են, սա ժողովրդի վրա կրակում են։ Ներքևները սա մնում է, մարդիկ չեն կարող, ավտո են տրաքսնում։ Ժողովրդի վրա կրակում են, շատ մեր ժողովրդի մի շատ մարդիկ կան, որ հիմա իրաց բերքը մնացել է։ Չգիտեմ, մարդը մտնում է իրան վազուտի մեջն է մտնում, տեղում կրակում է, խփում է։ Տեվալ մարդը ինչ անի։ Խաղաղ վիճակով հնի իմ բերքը ես չեմ կարող բեր հանեմ, ոչ մի մաշին, ոչ մի բան որ չի գալի վախմա կրակոցներից, որ կան գոնե քնանք այդ մնացորդ խաղողը հանենք, բերենք որ անենք մեր կարիքներին։ Ես չեմ գիտեմ, այս ինչ կատարի, ոնց անելու, որ ես իմ բերքը հանեմ։ Ամեն անգամ ուժ գնացող գնդակոծություններից հետո գյուղացիները հեռուստացույցով տեսնում են սահմանի վիճակի մասին խոսող պետական այրերին, բայց չնայած խոստումներին, կյանքը սահմանամերձ գյուղերում չի փոխվում։ Ուշադրություն եւ օգնություն պահանջելուց ասում են արդեն հոգնել են, միայն թե լավ կլիներ գոնե փոխհատուցում ստանային չքաղած խաղողի դիմաց։ Թող մարդկանց բերքը որ մնացել է, ներքև թուրքի բերանն է մնացել, սահմանում է։ Թող գոնե մարդկանց օգնեն։ Որ մարդկանց բերքն դե է մնացել, մի բանով հատուցեն այդ մարդկան, մեղք են ժողովուրդը։ Իրանց երեխուն դրանով են պահում, ուրիշ վիխը չունեն մեր ժողովուրդը։ Տավուշի մարզկենտրոնից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող պարավաքարը հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 2 կիլոմետր է հեռու։ Այստեղ ոչ միայն խաղողը հավաքելն է բարդ խնդիր, այլև անասուններին արածացնելը։ Անասուն չենք կարում պահենք, հենց այս սարի հետևը արդեն թուրքի պոստերն են, մի հատ կովն ինչա չենք կարում, այդ կովը տանենք արածացնենք բիրենք, ստիպված ենք այդ կովն էլ վաճառենք, որտեվ չենք կարում կովերի վրա, անասունների վրա կրակում են։ Ծանր է էլի մեր վիճակը, ուղղակի դե հիմա, բայց դե ոնց ասած, նամուսի ընկած մենք մեր գյուղը պահանենք։ Գյուղի խանութն օգտվում է սահմանամերձ շրջաններին տրված հարկային արտոնությունից, բայց օգուտ չի տալիս, երբ պարտքի տետրերում արդեն ազատ էջեր չկան։ Չեմ օգտվում։ Ես լացեմ լմ, էփուտորը փախչեն հա, մինել էի միկրոֆոնի ատաշտի։ Նսյան տանում են, դե չես կարա որ չտաս, հեսա պարտքեր ունեն, հա, վերցնում են ամսվա վերջին խաղողին, դե տեսնենք կստանան։ Գյուղում վնասված տանիքներն ու ծակված պատերը նորոգել երբեմն չեն էլ հասցնում, ականների բեկորներ գտնելն այստեղ սովորական է դարձել։ Շիկացած, ասմա մամա բերել ենք, դե հիմա սրանից ոնց չվախես, շիկացած ասկոլկայա, հեսա հավաքել են բերել։ Երկու տան կրիշին էլ տվել է, ասենք, պատերին հեսա սելա տվել են, դե ներքևն էլ հեսա որ իշնենք, ցույց չտամ։ Մենակ գնդակը մեջն է, այ Լուսը կսեմ ես պարզերում, այսքան եկը գնդակա մեջը։ Սաստիկ կրակոցների դեպքում սահմանամերձ պարավաքարում համարյա բոլոր տները որպես ապաստարան ծառայող սենյակներ կամ նկուղներ ունեն։ Բայց դեստեղ էլ լսվում ձայներ, ինչքան կարաս, ասենք փակ պահես, որ չլսվի այդ ձայները։ Բայց դե ամեն դեպքում մի քիչ է ապահով ստեղ, մի քիչ։ Հենց որ անընդհատ կրակում են, նորից հաջորդ օրը գնում են իրանց խաղողը որ քաղեն։ Հերոս ժողովուրդ են, ստեղ ապրող ժողովուրդ են։ Եթե պետությունն է մի քիչ օգնի, արտագաղ չի լինի, էլի։ Եթե չօգնի, մոտ մի տարոց կգա կտենա, որ ժողովուրդ չկա, մնացել են մենակ մի քանի աշխատող բանակի։ Առանձնատարբերություն լինի, էլի սահմանի ու Երևանի մեջ ապրող ժողովրդի մեջ, նույն մակարդակի չպետք է լինի, էլի, ստե մի քիչ դժվարություններով են ապրում ժողովուրդը։